Տաշիր կապիտալը վերջին 5 ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու համար։ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Վարդան Ալոյանի խոսքով այս առաջարկի հիմքում ոչ թե 3.6 միլիարդ դրամի, այլ արդեն 6 միլիարդի դրական տարբերությունն է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող ունենալ, կարող է 1 տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, տարբերություն այլ բացասական լինի եւ արդյունքում անհրաժեշտություն ունի մի բան է սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացրեցինք, արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարկ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրառում է արել ու ներկայացրել, թե ինչպես կարող է էլեկտրաէներգիայի սակագինը իջնել 3 դրամով։ Կարապետյանի խոսքով 2024 թվականին հեծ մոտ 5 միլիարդ կիլովատ էներգիա է մուտք արվել, որից բնակչության գծով մուտքը 2130 միլիարդ կիլովատ է։ Չնայած ՔՊԱ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին էներգիայի շնորհիվ այս պահին կա 6 միլիարդ դրամի ավելացած գումար հեծում։ Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը եւ էլեկտրաէներգիայի սակագինը իջնում է շուրջ 3 դրամով, գրել է Նարեկ Կարապետյանը ու եզրափակել իջեցրու սակագինը պարոն Մեծրոպյան #-ով։ Հայաստանի վարչապետը պատասխանել է Մայրաթոռի հայտարարությանը, որ Հովանավանքում իշխանության հովանավորությամբ կատարվող ապօրինի ծեսը պղծություն է։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պղծություն է վեհափառի կուսակրոնության ուխտը դրժելը։ Պղծությունն այն է, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի եւ ըստ էության կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի բաշխման, արքի ու վաճառքի։ Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում։ Գիշերը ԱԱԾ ծառայողները մտել են Էջմիածնիկ հիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ռազմական ոստիկանությունից արերևույթ հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է հակակոռուպցիոն, որտեղ իրավապահ մարմինը սահմանված կարգով ընթացք է տվել։ Ըստ հրապարակ օրաթերթի, մինչ այս պահը իրավապահները օպերատիվ գործողություններ են անում զորամասի տարածքում։ Առավոտյան իրար են բախվել Հրազդան-Երևան երթուղին սպասարկող համար 270 մարդատար գազելն ու Opel Magnish-ի մեքենան։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնում է 43 հոգի։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2 նոր անձի վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս գործի շրջանակներում կալանավորված է արդեն 23 հոգի, 15-ը տնային կալանքի տակ են, եւս մեկը վարչական հսկողության։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել, շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, որոնք իր կողքին են։ Հանձնարարել եմ, որպեսզի ներքին գործերի նախարարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը ոչ թե աշխատանքային, ես հանձնարարել եմ, որ ճգնաժամային խումբ ստեղծեն։ Նիկոլ Փաշինյանի այս հանձնարարականից 2 շաբաթ անց Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստն է տեղի ունեցել։ Քննարկել են Երևանի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծման տարբերակները, մասնավորապես քաղաքի խցանումների, ավելացող մեքենաների եւ ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը։ Մյուս նիստին քննարկելու են սահմանափակումների հարցը, սակայն պարզ չէ սահմանափակումը վերաբերելու է մեքենաների թվին, թե խոսքը այլ բանի մասին է։ Պայմանավորվեցինք 18 խաչմերուկների լուսացույցերի մրցույթի փաթեթ ունենալ։ Ավտոբուսային գծերը դուք արդեն կներկայացնեք բոլորին եւ իհարկե ամենակարևոր հարցը, որը որ ֆիքսեցինք նաեւ պոտենցիալ սահմանափակումների օրակարգը, որը հաջորդ անգամ հենց դա պոտենցիալ քննարկենք։ Մարտական հերթապահության ընթացքում նախնական տվյալներով հանկարծամահ է եղել ԵԿՄ անդամ Սամվել Թանգիի Հայրապետյանը։ Դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն, կատարվում է քննություն, ասված է Երկրապահ կամավորների միության հայտարարությունում։
Հայաստանի Հանրապետության Գեներալ-մայոր Հայկ Բաբայանը ազատվել է Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով Բաբայանը կնշանակվի ոստիկանության գվարդիայի պետ։ Պատմության մեջ առաջին անգամ Նիդերլանդների խորհրդարանում հայ падգամավոր կլինի։ Հոկտեմբերի 29-ի խորհրդարանական ընտրություններում մեր հայրենակից Անի Զալինյանը, որ առաջադրվել էր կանաչների ձախ կուսակցության եւ աշխատանքի կուսակցության դաշինքի ցուցակով, ստացել է падգամավորական մանդատ։ Шановні українці, Україна. Ուկրաինական Սլավյանսկի Ջեկին եւ Չեռնոգովի հերոստաշտարակին է հարվածել ռուսական զինուժը։ Ջերմաէլեկտրակայանի տարածքում 2 մարդ է զոհվել։ Վլադիմիր Զելենսկին կատարվածը ահաբեկչություն է անվանել եւ ասել՝ մեջբերում նորմալ մարդիկ այսպես չեն կռվում։ Ռուսական կողմը հարվածել է նաև ուկրաինական Սումի քաղաքի բնակելի շենքին, երկաթուղային ենթակառուցվածքին։ Հարվածների հետևանքով կա 11 վիրավոր։ Աֆղանստանն ու Պակիստանը համաձայնել են երկարացնել հրադադարի ռեժիմը եւ շարունակել խաղաղ բանակցությունները։ Միջնորդ կողմերն այս անգամ Թուրքիան եւ Քաթարն են։ Աֆղանա-պակիստանյան նոր հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 6-ին Ստամբուլում։ Կողմերը նաեւ կստեղծեն վերահսկման մեխանիզմ խախտումների դեպքում պատժամիջոցներ կիրառելու համար։ Ավելի վաղ երկրները փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց եւ փակել միջպետական սահմանը։ Generals, admirals. ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը կհամագործակցեն պաշտպանության ոլորտում։ Ծրագիրն արդեն կա, հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը։ Նա 10-ամյա ստորագրված համաձայնագիրը համարել է առաջընթաց ԱՄՆ-Հնդկաստան գործընկերության համար։ Երկու երկրները պաշտպանության ոլորտին վերաբերող տեղեկություն կտան իրար, տեխնոլոգիական համագործակցություն կլինի։ Պենտագոնի ղեկավարի խոսքով երկու պետությունների պաշտպանական կապերը երբևէ այսքան ամուր չեն եղել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր կոշտ քայլերի է դիմում միգրանտների դեմ պայքարելու համար։ Նրա որոշմամբ 2026 թվականին ԱՄՆ-ն կարող է ընդունել ընդամենը 7500 փախստականի։ Նախորդ սահմանաչափը Ջո Բայդենի վարչակազմն էր սահմանել՝ տարեկան 125000 միգրանտ։ Սպիտակ տանը տոնել են Հելոուինը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ երեխաներին կոնֆետներ է բաժանել, ողջունել Սպիտակ տան աշխատակիցներին։ Միջոցառմանը ներկա են եղել հարյուրավոր զինվորականների, իրավապահների, խնամակալ եւ որդեգիր երեխաների ընտանիքներ։